Կորիլսերը կարող են ունենալ այսպիսի դիտումներ ու այսպիսի դիտումներ, ու ընդհանրապես կապ չունի թե ինչքան հետևորդ ունես։ Որովհետև կան էջեր, որոնք ունեն շատ մեծ լսարան, բայց շատ քիչ դիտումներ, ու կան էջեր, որոնք ունեն շատ քիչ լսարան, բայց ունեն շատ մեծ դիտումներ։ Ինչու է այդպես։ Որովհետև մարդկանց մեծ մասը նկարում է, տանջվում է, մոնտաժ է անում, բայց մոռանում է ամենակարևոր բանի մասին՝ ճիշտ ռազմավարության։ Արդյունքում վիդեոն հավաքում է ընդամենը 200-300 դիտում, մոտիվացիա չունես, ոչ մի բան չես ուզում անես, բացի այդ եկեք անկեղծ լինենք, շատ դիտումները լավ է, բայց եթե դրանք քեզ ռեալ հաճախորդ ու վաճառքներ չեն բերում բացի ճանաչելիությունից, դրանք պարզապես անիմաստ թվեր են։ Այս վիդեոում մենք կուսումնասիրենք Reels-երի վարման այն ճիշտ սխեման, որը ոչ թե սպանում է քո էջը, այլ բերում է նոր լսարան ու ռեալ վաճառքներ, անկախ նրանից դու նոր ես սկսում, թե արդեն ունես քո լսարանը կամ բիզնես էջը։ Ողջույն, ես Գևորգն եմ, զբաղվում եմ կոնտենտով ու պրոդուկտ մենեջմենթով, աշխատել եմ Reach.am-ի պես նախագծերում եւ հաջորդ րոպեների ընթացքում մենք իրար հետ կքննարկենք պարզ ու պրակտիկ մարքեթինգային քայլեր։ Ձեր սարքած ցանկացած վիդեո պրոդուկտ է, իսկ այն մարդը, որը նայում է ձեր վիդեոն, ձեր ապագա հաճախորդը։ Եթե դուք չեք կարողանում կառուցել ճիշտ վիդեոյի տրամաբանություն ու չեք կարողանում կառուցել ձեր խոսքը, դες պարզապես չեն նայելու։ Ու կապ չունի, թե վերջին մոդելի iPhone-ով եք նկարում կամ թույն տեսախցիկներով։ Որակը ձեզ չի փրկի, եթե ձեր վիդեոն որպես պրոդուկտ սխալ է ներկայացված։ Շատերը մտածում են, որ դիտումներ հավաքելը բախտի բան է, մի քիչ հնարավոր է, կամ մտածում են, թե մենակ Instagram-ի ալգորիթմներն են որոշում ու մենք չենք կարող ազդել դրանց վրա, բայց եկեք մի բան ֆիքսենք, ալգորիթմը մարդ չէ։ Ալգորիթմը չունի ճաշակ կամ տրամադրություն, դա ընդհանրապես ուղղակի բարդ մաթեմատիկա է։ Ու այդ մաթեմատիկան պարզապես հետևում է մարդու պահվածքին։ Պատկերացրեք մի սովորական մարդու, հոգնած գալիս է աշխատանքից, պառկում է բազմոցին ու սկսում է աննպատակ թերթել։ Նրա ուշադրությունը ցրված է, տեսել է հարյուրավոր վիդեոներ, գովազդներ ու հանկարծ թերթը հասնում է ձեր վիդեոին։ Եթե ձեր վիդեոյի առաջին 3-4 վայրկյանը նրան գրավում ու հետաքրքրում է, նա կանգ է առնում ու սկսում է նայել։ Իսկ ինչ է անում ալգորիթմը այդ պահին, ծրագիրը ակնթարթորեն ֆիքսում է։ Ստոպ, այս մարդը չթերթեց վիդեոն, ուրեմն հետաքրքիր է։ Արի մի 100 հոգու էլ ուղարկենք։ Հասկանում եք, մենք չենք աշխատում ալգորիթմի հետ։ Մենք աշխատում ենք մարդկանց պահվածքի ու հոգեբանության հետ։ Եթե վիդեոն ճիշտ է կառուցված ու ներկայացված որպես պրոդուկտ, ալգորիթմը աշխատելու է քո օգտին։ Սա շատ պարզ մեխանիզմ է, բայց ոնց վարքյանապես գրավել մարդու ուշադրությունը։ Ինչպես անել, որ առաջին իսկ վարքյանից նա կանգնի ու սկսի նայել ձեր վիդեոն։ Մարքեթինգում այս գործիքը կոչվում է hook կամ ուշադրությունը բռնող կեռիկ։ Ու այս պարզապես վիդեոյի սկզբում գոռալը կամ անիմաստ պարելը չէ։ Սա մարդու հոգեբանությունը հստակ կառավարելու բանաձև է։ Եկեք ցույց տամ հենց այն վիդեոյի օրինակով։ Վիդեոյի առաջին կադրում ասում եմ. Ինչպես գողանալ դիտողի ուշադրությունը։ Առաջին, ստեղծում ես լարվածություն։ Հենց հիմա դու սպասում ես, որ այս շիշը գալու է իմ գլխին, բայց չի գա։ Սակայն դու դեռ սպասում ես։ Երկրորդ, կադրը սկսում ես ռանդոմ գործողությունից եւ միաժամանակ պատմում ես ինչ-որ բան։ Ու հենց այս պահին, երբ ձեր ուշադրությունն արդեն ամբողջությամբ իմն է, ես հարվածում եմ ձեր ամենացավոտ կետին, թե ինչ հնարքներ կան ուշադրությունը գրավելու համար։ Այս կերպ մենք ստեղծում ենք վիզուալ լարվածություն։ Այս արագ պարզ կոմբինացիան մագնիսի պես քաշում է դիտողի ուշադրությունը։ Դիտողը ենթագիտակցորեն չի թերթում տեսանյութը, որովհետև սպասում է, թե ինչ է լինելու վերջում։ Բայց եկեք անկեղծ լինենք, մենակ ուշադրություն գրավելը հերիք չէ, որ մարդը քեզ վստահի կամ ինչ-որ բան կնի քեզնից։ Դու չես կարող վիդեոյի ամբողջ ընթացքում ինչ-որ շշեր նետել անընդհատ կամ չգիտեմ ինչ-որ բան ուտել ամբողջ տեսանյութի ընթացքում։ Հենց այստեղ է սկսվում շատ կարևոր ու մի բարդ փուլ։ Դա դիտողի խնդիրներին ճիշտ խփելն է ու գրագետ storytelling կառուցելը։ Ես ունեմ մեկ այլ վիդեո, որը իմ էջում հավաքել է 70,000-ից ավել դիտում։ Այստեղ չկան շշեր ու մանդարիններ, բայց դրա հաջողությունը հաստատ պատահական չէր։ Սցենարը կառուցված է շատ ճիշտ մարքեթինգային տրամաբանությամբ։ Եկեք միասին վերլուծենք այն։ Ողջույն, ես Գևորգն եմ։ Այսօր արթնացել եմ առանց զարթուցիչի, բայց այլևս աշխատանքի չեմ գնալու, որովհետև երեք իմ վերջին աշխատանքային օրն էր։ Ունեմ 90 օր ժամանակ իմ սիրած գործով զբաղվելու համար եւ միևնույն ժամանակ գումար վաստակելու համար։ Այլապես Իմ սխեման հետևյալն է. 90 օրերի ընթացքում անել առավելագույնը, որպեսզի կարողանամ վաստակել գումար։ Դա կլինի գովազդ, ինչ-որ մոնտաժ, թե այլ բան։ Եթե դու ես ուզում դառնալ այս պատմության մի մասը, ապա կարող ես հետևել ինձ, բայց այստեղ կա մի մեծ բայց։ Ինչ նկարել։ Ամենացավոտ թեման է ոչ միայն ինձ համար, այլև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սկսել, բայց չգիտեն թե ինչ։ Սակայն ես հավաքել եմ այն գաղափարները, որոնք քչի-չաթից աշխատում են։ Կարող են քեզ եւս օգտակար լինել։ Մեկնաբանություններում գրիր իդեա ու ես քեզ կուղարկեմ լինքը։ Տեսնում եք կառուցվածքը ոնց է աշխատում։ Ես միանգամից ներկայացնում եմ իմ պատմությունը, որը լարվածություն է ստեղծում։ Ռեալ ռիսկ եմ ցույց տալիս, որ գործից դուրս եմ եկել ու մնացել եմ անկորձ։ Ու ունեմ ընդամենը 90 օր ժամանակ գոյատևելու համար։ Մարդկանց միշտ հետաքրքիր է հետևել ուրիշի դժվարություններին։ Դիտողն ուզում է իմանալ, արդյոք այս տղայի մոտ կստացվի ինչ-որ մի բան, թե ոչ։
Բայց մենակ իմ պատմությունով դիտողը վաղ թե ուշ կհոգնի ու կգնա։ Ու ամենակարևոր պահը գալիս է հաջորդիվ։ Ես խփում եմ դիտողի ամենացավոտ կետին։ Պատկերացրեք մի մարդու, ով ամիսներ շարունակ տանջվում է այս հարցի շուրջ։ Ուզում է բլոգ սկսել, ուզում է վիդեոներ նկարել, բայց չգիտի ինչ նկարել։ Ու երբ լսում է իր խնդրի հստակ ձևակերպումը, ինքը իմ վիդեոյի մեջ գտնում է իրեն։ Եթե դուք կարողանում եք իդեալական ճիշտ նկարագրել մարդու ցավը, ինքը ավտոմատ մտածում է, որ դուք արդեն ունեք նաև դրա լուծումը։ Ու ինչ է ստացվում արդյունքում։ Դիտողը ռեալ արժեք է ստանում իր խնդրի համար։ Մեծ հավեսով մտնում գրում է մեկնաբանություն, վիդեոն ունենում է 70,000 դիտում ու հարյուրավոր ռեալ հետևորդներ։ Սա բախտի բան չէ։ Սա պարզապես գրագետ ճիշտ կառուցված storytelling է ու որոշ չափով նաև հաշվարկ։ Բայց այստեղ գալիս ենք մի հսկայական սխալի, որի մասին ուզում եմ խոսել, ու այս սխալը նաև անում են շատ լավ մասնագետները։ Շատ մասնագետներ նկարում են շատ խելացի բնույթ կրող տեսանյութեր, բայց այլուտես որ ոչ մեկ չի դիտում։ Ինչու՞։ Որովհետև նրանք սխալ են մատուցում իրենց գիտելիքները։ Ընտրում են շատ նեղ, բարդ թեմաներ, որոնք մենակ հասկանում են իրենք, իրենց ընկերները կամ իրենց գոլեգաները։ Եկեք կոնկրետ օրինակով քննարկենք, որ ավելի պարզ լինի։ Պատկերացրեք մի պրոֆեսիոնալ հոգեբանի։ Նստում է տեսախցիկի դիմաց, միացնում է վիդեոն ու շատ լուրջ դեմքով ասում է կոգնիտիվ վարկային թերապիայի ազդեցությունը մանկական նևրոզի վրա։ Ժողովուրդ, սա գիտականորեն շատ ճիշտ կառուցված նախադասություն է։ Մասնագիտական տեսանկյունից շատ խելացի վերնագիր է։ Բայց ելի հիշեք այն մարդուն, ով աշխատանքից եկել էր, պարկել էր բազմոցին, հոգնած թերթում էր, ու իրեն գալիս է հենց այդ հոգեբանի տեսանյութը։ Երբ մարդը բարդ բառեր է լսում, ավտոմատ ալարում է արդեն դրանք հասկանալ, ու դա վերջում ավարտվում է նրանով, որ պարզապես թերթում է ձեր վիդեոն։ Բայց պատկերացրեք նույն հոգեբանին, ով վիդեոն սկսում է հետևյալ նախադասությամբ. Ինչու ես դու դեպրեսիայի մեջ։ Տեսնում եք տարբերությունը։ Անմիջապես գրավի հարյուրավոր մարդկանց, որովհետև այս խնդրի հետ բախվում ենք բոլորս։ Տեսեք, իրականում տարբեր թեմաներ են, բայց մոտավոր միտքը նույնն է։ Ներկայացնել թեման ավելի մատչելի, պարզ բառերով։ Բարդությունը վիդեոյի մեջ մնում է նույնը, բայց մատուցման ձևը լրիվ այլ է։ Ավելի շատ հարմարեցված է դիտողին պարզ բացատրելու համար։ Ու եւս մի խիստ կարևոր գործոն՝ մոնտաժը։ Սա այն բանն է, որը մարդուն պահում է էկրանի առաջ վիդեոյի ամբողջ ընթացքում։ Դա վիդեոյի շարժումն ու դինամիկան են։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր լինել այս կետին, որ մարդիկ չձանձրանան ձեր վիդեոները դիտելուց։ Մեր աչքերին անընդհատ փոփոխություններ են պետք։ Հակառակ դեպքում մարդը արդեն 5-րդ վայրկյանին հոգնում է ու թերթում է առաջ։ Խնդրում եմ այս մասը ճիշտ հասկացեք, որովհետև ասածս չի նշանակում CapCut-ից ինչ-որ թեմպլեյթներ գցեք կամ ինչ-որ էֆեկտներ ավելացրեք, չգիտեմ, փայլիկներ, ու նաև չեմ խոսում թանկարժեք մոնտաժի մասին, որ գնաք ինչ-որ ընկերության գումար տաք, որ ձեր վիդեոն մոնտաժ անեն, շատ պրոֆեսիոնալ ձևով։ Չէ, ուղղակի շատ ավելի պարզ ու բնական ամեն ինչ ներկայացրեք։ Երբ ձեր խոսքն ու էկրանի կադրը լրացնում են իրար, մարդը անընդհատ նոր շարժում է տեսնում, ու ինքը ենթագիտակցորեն չի կարող աչքը կտրել ձեր վիդեոյից։ Դա մի տեսակ նման է փոքրիկ կինոյի։ Այս պարզ փոփոխությունները ահռելի ազդեցություն ունեն մարդուն մինչև վերջ պահելու վրա։ Խոսքով ամեն ինչ էլ հեշտ է հնչում, մտածում ես լավ թեմա կընտրեմ, սցենար կգրեմ, լավ մոնտաժ կանեմ ու վերջ։ Բայց պրակտիկայում ամենադժվարը առաջին քայլը անելն է։ Չգիտեմ, մտածում ես ընկերներդ ինչ կմտածեն, դասարանցի, կուրսեցի, հավատացեք, սա նորմալ է, բայց հասկացեք մի բան։ Եթե ոչ դուք, ապա ինչ որ մեկ ուրիշը անելու է դա։ Ինչու ոչ դուք։ Ուղղակի արեք այդ առաջին քայլը այսօր։ Մինչև դու մտածում ես ինչպես սկսեմ, որտեղից սկսեմ, ինչ նկարեմ, հեռախոսս լավը չի, միկրոֆոնը լավը չի, ուրիշները ուղղակի վերցնում ու սկսում են։ Այս ամեն ինչը որ այսօր բացատրեցի, ձեր product-ի ռազմավարության ըստիկ դետալ է։ Եթե դուք շարունակեք հույսը դնել պատահականության վրա ու անտեսեք այն ամեն ինչը, ինչի մասին խոսում էինք, դուք պարզապես կկորցնեք ձեր ժամանակն ու էներգիան։ Իսկ էջում ոչ ռեալ դիտումներ կլինեն, ոչ էլ չեմ խոսում վաճառքների կամ հաճախորդների մասին։ Ես հիմա հավաքում եմ իմ ամբողջ գիտելիքն ու փորձը մեկտեղ, բայց մինչև դրա լիարժեք պատրաստ լինելը ես որոշել եմ ընտրել ընդամենը 2-ից 3 հոգու։ Ուզում եմ անել շատ խորը անհատական աշխատանք, հենց նրանց հետ։ Մենք միասին զրոյից կքննարկենք ձեր քայլերը, կգրենք ճիշտ աշխատող սցենարներ հենց ձեր ոլորտի համար ու կհասկանանք մարքեթինգի ու մոնտաժի հետ նրբությունները։ Եթե դուք ուզում եք լինել այդ մարդկանցից մեկը կամ պարզապես ուզում եք իմանալ ծրագրի մասին, անցեք այս վիդեոյի նկարագրության մեջ գտնվող հղումով ու միացեք իմ փակ սպասման ցուցակին։ Շնորհակալություն այսօրվա համար պատրաստել էի այսքանը։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։